Բարի առավոտ սիրելի հետևորդներ ջան, այսօրվա վլոգը սկսեցի այսպիսի գեղեցկությամբ, Ռումիկի հետ դուրս էինք եկել առավոտյան զբոսանքին և ամեն տարի այս ժամանակահատվածում գեղեցիկ աճում են կակաչները, այս դաշտում շատ են լինում, այս տարի համեմատած քիչ էր, անցած տարի շատ էր ու շատ գեղեցիկ էր, կարծես ամբողջ դաշտը ներկվել էր կարմիրով։ Այս տարի մի փոքր քիչ է, բայց միևնույնն է գեղեցիկ է, բնությունը գեղեցիկ է հաստատ։ Բնությունը տգեղ երբեք չի լինում։ Դա երևի մենք մարդն է տգեղացնում բնությունը։ Տեսեք, ամեն քայլափոխին կակաչներն են, շատ գեղեցիկ է։ Ափսոս այն կողմից մայթ չկա քայլելու համար, թե չէ մյուս մայթով կքայլեի, բայց չկա մայթ։ Ամբողջ դաշտը 4 կողմից շրջապատված է ծաղիկներով։ Շատ սիրուն է։ Չնայած շատ չի այս տարի, բայց շատ սիրուն է։ Սիրում եմ տարվա այս եղանակը, որ բնությունը զարթոնք է ապրում։ Ամբողջը կանաչում է, գեղեցիկ ծաղիկները ծաղկում են, ամենահաճելի ու չգիտեմ, ամենասիրուն տարվա եղանակներից է։ Տեսեք, ասեք, որ գեղեցիկ է, ասեք, որ սա է գեղեցկությունը։ Այս տարի անձրևները շատ են, տեսեք խոտը ինչքան փարթա մաճել է, ամեն տարի վառված է լինում խոտը, այս ժամանակահատվածում արդեն ամռանը ընդհանրապես ամբողջ խոտը վառված էր։ Այս տարի շատ են անձրևները, տեղումները շատ են, տեսեք ինչ գեղեցիկ ծաղկել է։ 2-3 օրեր մեզ մոտ տեղատարապ անձրևներ էին, մռայլ եղանակ, շատ վատներ եղանակը, այսօր հրաշալի եղանակ է, ոչ շոգ է, ոչ ցուրտ է, ամպերը մի փոքր ամպոտ է, շատ երկինքը կապույտ չի, բայց շատ հաճելի եղանակ է։ Ապա երևից տեսեք ու ինչքան գեղեցիկ է։ Տեսեք ամպերը ինչ սիրուն է։ Տեսեք, այս դրա համար եմ ասում, որ փչացնողը, աղտոտողը մենք ենք, մարդը։ Ինչքան գեղեցիկ է, ինչքան հաճելի վայր է, բնությունը գեղեցիկ ու ինչ-որ մեկը իր աղբը թափել է այստեղ։ Ժողովուրդ ջան, տուն ենք արդեն վերադարձել, եկանք մի 5 րոպե հետո լույսերը գնաց, մտածեցի մենակ նայեցի շենքում լույս չկա, մտածեցի մեր շենքն է երևի միայն, տեսա չէ, թաղամասում էր ոնց որ լույս չկա, որովհետև դպրոցի զանգը միշտ երաժշտությամբ է հնչում, մեր մոտ լսվում է, չկար այդ ժամին ու մտածեցի լավ երևի ամբողջ թաղամասն է, բայց բանից պարզվում է, որ ամբողջ Իսպանիայով լույսերը կտրել են, ամբողջ Իսպանիայով, զանգել ենք Մադրիդ, Մադրիդում է չկա, մեր Կատալոնիայի մյուս քաղաքները առավել ևս լույս չկա, մի խոսքով ամբողջ Իսպանիայում լույս չկա, երբեք նման բան չէի մտածի, որ կարող է լիներ, պատկերացնում եք, դե բնականաբար եթե լույս չկա, ինտերնետ էլ չկա, անգամ քաղաքային կապն ենք շատ դժվարությամբ մեկս մեկի հետ կապնվում, ինչից է, ինչի համար է նման բան եղել, դեռ ոչ մի բան չգիտենք, երևի ինչ-որ մի լուրջ պատճառ եղել է, որ ամբողջ երկրում լույս չկա։ Ու հակառակի նման մեր ամեն ինչը կապված է լույսի հետ, եւ ճաշ պատրաստելը, եւ աման լվալը, ամեն ինչը, մեր տանը գազ չկա, ամեն ինչը լույսի հետ է կապված ու հիմա որ լույս չկա, պատկերացրեք մեր դրությունը, անգամ սուրճ չենք կարող խմել։
Բայց ոչինչ, մենք ուժեղ ենք, սա էլ ենք հաղթահարելու։ Առայժմ, ինչպես ասեցի, պատճառները չգիտենք, թե ինչի է այսպես եղել։ Երևի լույսերը գա, արդեն կիմանանք ամեն ինչ, պատճառը կիմանանք, թե ինչու այսպես եղավ։ Բայց ասեք, որ մեզ հայերից չեն զարմացնի լույս չլինելով ու չեն վախացնի, բայց իսպանացիները մի փոքր զարմացած են, որ ամբողջ երկրով լույս չկա։ Իսկ մեր մոտ էլ տեսեք մռայլ սև ամպեր են մոտենում, այն առավոտվա գեղեցիկ արևոտ, կապույտ երկինքը կորել է արդեն, պատվում է սև ամպերով, երևի անձրևելի կգա։ Այս կողմը սևա, ինձ թվում է այդ կողմից է մեր գալիս, այդ կողմը սևա, իսկ այս կողմը, տեսեք, դեռ կապտությունը մնում է, երկնքի գեղեցիկը այս կողմը։ Ժողովուրդ ջան, մեր լույսերը տվեցին, մոտավորապես 1 ժամ հա կլիներ, որ լույս չունեինք։ Հիմա այստեղ որ լույսերը տվեցին, մենակ տեսնեք ինչ ուրախության աղաղակներ, գոռում, գոչում, ուրախացան, որ լույսերը տվեցին։ Ես էլ ուրախացա, որովհետև կարող եմ սուրճ վայելել։ Սիրելիներս, սուրճը վայելելուց հետո հիմա պետք է ուտելու ինչ-որ բան պատրաստեմ, որոշել եմ այսօր ցեզր աղցան պատրաստել նաև, բոլոր բաղադրիչները պատրաստել եմ, հիմա հավի կրծքամիսը կտրատեմ, համեմեմ ու անցնենք առաջ։ Ահա, այստեղ արդեն հավի կրծքամիսը լվացել եմ, հիմա կտրատեմ մասերի, այսպես բարակ։ Այսպիսի շերտերի եմ բաժանում, համեմեմ և տապակեմ։ Ես արդեն իմ ալիքում ունեմ պատրաստած առանցին տեսանյութով, կարող եք տեսնել, թե ինչպես եմ պատրաստում, շատ համեղ է ստացվում։ Այսպիսի մասերի եմ բաժանելու։ Հիմա բոլոր կողմերից հավի կրծքամիսը աղ եմ ավելացնում, երկու կողմն էլ նույն գործողությունը կատարելու եմ, ավելացնում եմ մի փոքր սխտորի փոշի, սխտորի փոշի, ավելացնելու եմ նաև կարմիր պղպեղ, սև պղպեղ, օրեգանո եմ ավելացնելու, ավելացնում եմ նաև շատ քիչ ձիթայուղ, կարող եք բուսայուղ ավելացնել, ավելացնում եմ ձիթայուղ և քամում եմ մի փոքր լիմոն, լիմոնը ավելի փափուկ է դարձնում։ Այսպես կսում եմ, մերսում եմ այսպես, ու նույն գործողությունը կատարելու եմ մյուս կողմից ևս։ Նորից անելու եմ աղ, սև կարմիր պղպեղներ, օրեգանո, մի փոքր ձիթայուղ և քամելու եմ լիմոն։ Այսպես թողնում եմ մոտավորապես մոտ 10 րոպե, մի փոքր համերը իրարով խառնվեն, այնուհետև պետք է շատ քիչ բուսայուղով կամ ձիթայուղով տապակենք։ Ահա, այստեղ շատ քիչ
ցիթայող եմ ավելացնում եւ պետք է տապակեմ։ Ահա, այստեղ տապակելուց հետո անմիջապես փակում եմ փայլատիթեղով, որպեսզի փակ լինի ու փափուկ էսպես ավելի մնում։ Ահա, հիմա մինչև սա մի փոքր կսառի էսպես, կտրատում եմ 1000-ը։ Ահա, այստեղ արդեն լվացե պատրաստել եմ 1000-ը, 1000-ի տերևները։ Հիմա պետք է կտրատեմ։ Կտրատում եմ ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր, միջին չափի, ընդհանրապես ցեզերի համար 1000-ը կտրատում են ձեռքով։ Բայց դանակով կօգտագործենք, կկտրատենք, այսպիսի կտորների եմ վերածելու։ Ահա, այստեղ արդեն կտրատեցի ամբողջ 1000-ը։ Հիմա ես առանձին այս 1000-ի մեջ ավելացնում եմ մի փոքր պատրաստի եմ արդեն գնել ցեզերի սոուս։ Այդպես ավելի համեղ է լինում 1000-ը ամբողջովին այդ սոուսով է պատվում ու համեղ է լինում։ Մի փոքր ավելացնում եմ քիչ ու խառնելու եմ։ Ահա, այստեղ էլ արդեն կտրատում եմ տապակած հավի կրծքամիսը, այսպիսի կտորների եմ բաժանելու։ Բոլոր բաղադրիչները արդեն պատրաստել եմ, ամանի մեջ հավաքում եմ աղցանը։ Ավելացնում եմ 1000-ի տերևները։ Ավելացնում եմ չորահաց, ավելացնում եմ նաև հավի կտորները, ինձ թվում է ինչքան առատ, այնքան ավելի համեղ կստացվի աղցանը։ Այստեղ ավելացնում եմ մի փոքր այսպես ցեզեր աղցանի համար նախատեսված սոուսը։ Վրան ավելացնում եմ նորից մի փոքր 1000-ի տերևներ։ Հազարի տերևները ավելացնելուց հետո նորից վրան ավելացնում եմ հավի կրծքամիսը, անկեղծ ասած միշտ մի անգամից ավելացնում էի վրան հավի կրծքամիսը, չորահացը եւ սոուսով պատում ու պարմեզան պանիր, այս անգամ որոշեցի այսպես անեմ, որպեսզի ավելի առատ լինի հավի կրծքամիս։ Ահա, կրծքամիսը ավելացնելուց հետո այստեղ ավելացնում եմ նաև նորից չորահաց, այստեղ նորից ավելացնում եմ սոուսը, կերիչով անցկացնում եմ պարմեզան պանիրը, ահա
Սիրելիներս, պատրաստ է ցեզեր աղցանը, կարող եք դուք նույնպես պատրաստել, այս տարբերակով ստացվում է շատ համեղ և հավի կրծքամիսը այսպես համեմելով, այս տարբերակով շատ հյութեղ է ստացվում։ Սիրելիներս, մեզ մոտ երեկոյա եկել ենք պարկ մի փոքր զբոսնելու, այսօր ամբողջ իսպանացիների խոսակցության թեման լույսն էր, դե ամբողջ երկիրը լույս չի ունեցել, լույսերն էլ տալուց կես տվեցին, մի անգամից չեն տվել բոլորին, քաղաքակարգ ուներ, քաղաքակարգ չուներ, մի խոսքով կատվածահար էր եղել երկիրը, պատկերացրեք մարդը շտապօգնություն անգամ չէր կարողանա զանգեր, եթե վատանար։ Իրոք ահավոր վիճակ էր, գնացքները փակ էր, մինչև հիմա գալիս էինք ճանապարհին կայարանը, երկաթուղային կայարանը փակ էր լրիվ, գնացքները չեն աշխատում։ Մի խոսքով երկրի կեսը կաթվածահար էր եղել։ Իրոք ահավոր էր, որովհետև արտաքին աշխարհից լրիվ կտրված էր։ Ու դեռ պարզ չի թե ինչ ա եղել, ասում են Անդորա-Ֆրանսիա սահմանին վթար ա եղել, բայց ստույգ ոչ մի տեղեկություն առայժմ չունենք։ Բայց ոնց իմացանք, միայն Իսպանիան չէր, ինչ-որ Անդորան, Պորտուգալիան, ասեցին մեկ մաս կար ասում էր Ֆրանսիան էլա, մի մասը ասում էր չէ Ֆրանսիան չի, Դանիանը, Ֆրանսիայում ապրող իմ հետևորդներ ջան, գրեք ձեր մոտ էլ ամսի 28-ին լույս չի եղել, թե եղել եք, դուք ունեցել եք, մի խոսքով ամբողջ մի քանի եվրոպական երկիր լույս չուներ։ Հիմա այս պահին լույսերը տվել են ճիշտ է, բայց կապը մի պահ եկավ, հիմա ընդհանրապես կապ չունենք, չգիտեմ, կարող եմ վաղը դուրս գա այս տեսանյութը թե ոչ, եթե չէ, միջև կապը ինտերնետը հենց եկավ, անմիջապես տեսանյութը կգցեմ YouTube։ Սիրելիներս, ասեմ, որ ամսի 28-ին եմ նկարում, չգիտեմ, նորից եմ կրկնում, երբ վիդեոն կտեղադրվի YouTube, իմացեք, որ ամսի 28-ի վիդեոն է սա, կաշխատեմ, եթե ներբեռնեց ինտերնետը, եղավ ինտերնետը, վաղը 29-ին կտեղադրեմ, եթե չէ, երբ ինտերնետ ունենամ, այդ ժամանակ կտեղադրեմ բնականաբար։ Լավ գեղեցիկ տեսարանով սկսեցինք տեսանյութը, չնայած գեղեցիկ տեսարանով էլ վերջացնում եմ, ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է, հուսով եմ դուք նույնպես լավ եք, բոլորդ լավ եք, լավ մնացեք սիրելիներս, այսքանով վերջացնեմ այս տեսանյութը, ու ձեզ ասում եմ մնացեք բարյավ ու խաղաղ սիրելիներս, լավ մնացեք։ Սիրելիներս արդեն տուն եմ վերադառնում, տեսեք գնացքները, սա երկաթուղային կայարանի մոտ է ու գնացքները այսպես կանգնած են։ Իսկ սա երկաթուղային կայարանը, որ ընդհանրապես փակ է։